Կետնուղիղ եթերում է։ Կզրուցենք Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրված պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկար մտորումներից եւ երկար տանջանքներից հետո որոշեց բաշխել մանդատները եւ արդեն շուտով ձեզ կներկայացնեմ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր, ոչ թե ընտրված պատգամավոր։ Օգոստոսի 2-ից։ Այո։ Որոշել եք վերցնել մանդատները, ոչ միայն դուք, այո, ստացել եք եւ Հայաստան դաշինքը եւ Ուժեղ Հայաստանը դե քպականները բարձ է որ պետք է վերցնեին։ Բայց ոչ բոլորը, մեծ մասը բացառկ են այդ։ Այո, դրան էլ իհարկե կանդրադառնանք, ինչ սպասել այս ազգային ժողովից, ինչպիսի խորհրդարան ենք մենք ունենալու։ Գիտեք ինչ, ազգային ժողովը առանձնահատուկ մարմինային իմաստով, որ նախ նա կոլեգիալ մարմին է, հետևաբար իր ֆունկցիոնալ գործունեությունը ապահովում է ողջ կազմով կայացվող որոշումների կայացումով, բայց մյուս կողմից էլ ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր առանձին պաշտոնյա է, առանձին քաղաքական պաշտոնյա, որը ներկայացնում է ողջ ժողովրդին, այսինքն մի պատգամավորը ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված չի հրամայական մանդատով եւ գործում է իր սեփական խղճից եւ համոզմունքներից ելնելով։ Ինչ ասա նշանակում, որ կան որոշումներ, որոնց կայացման համար անհրաժեշտ թվով ձայներ, որպեսզի որոշումներ կայացվեն, բայց դրա հետ միասին յուրաքանչյուր պատգամավորի անհատական գործունեությունը կապված չի, պայմանավորված չի այլ պատգամավորների գոյությամբ, այնտեղ գտնվելու հանգամանքով, իրենց ցուցաբերած վարքով եւ այլն։ Մեզ համար Ուժեղ Հայաստան խմբակցության համար մյուս խմբավորման ներկայացուցիչների գոյությունը կաշկանդող չի, պայմանավորող չի։ Այսինքն մենք գնում ենք մեր հիմնական օրակարգային խնդիրը լուծելու նպատակով, իսկ մեր հիմնական գլխավոր օրակարգային խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ Այս դասավորությունը խորհրդանի, հաշվի առնելով այն բազմաթիվ ընտրակեղծիքները, որ տեղի են ունեցել նախընտրական շրջանում, բուն ընտրության օրը, ընտրություններից հետո մանդատագողությունը, որ իրականացվեց հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, փոշիացնելով մոտարապես 60,000 ընտրողի քվեն, որոնք հականիկոլական, ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին տված քվեն, դրանք վերածելով մանդատների ԿՊ-ի համար, իրենք արհեստականորեն եւ ապօրինի կերպով ստացել են մեծամասնություն, ինչը իրավունք է իրանց տալի ձևավորել կառավարություն, ընդունել օրենքներ, նախաձեռնել արտահերթ նիստեր, դեմ քվեարկել մեր նախաձեռնություններին եւ այլն։ Այսինքն խոսքը այս կազմի, այս հարաբերակցությանն է վերաբերում։ Բայց քաղաքական գործընթացները դրանք դինամիկ են եւ ոչ մի կերպ չպետք է բացառել, որ ինչ որ մի փուլում, ինչ որ մի этаպում մեզ կհաջողվի խելքի բերել ճիշտ իրավական, քաղաքական գիտակցության դաշտ բերել նաեւ այն պատգամավորներին, ովքեր մանդատներ են ստացել ԿՊ խմբավորման ցուցակով։ Եվ այդ դեպքում կարծում եմ, որ իրավիճակը կարող է փոխվել եւ արդեն կայացվեն դրանից բխող որոշումներ։ Ում որ կթվա, որ սա քիչ հավանական է, սա հնարավոր չի եւ այլն, պիտի հիշեցնեմ, որ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում ամենամեծ խորհրդարանական հանրապետություն խմբակցությունը մի օրում տրոհվել է այն աստիճան, որ մի օրում ձևավորվել է երկրապահ պատգամավորական խումբ, որի կազմում եղել է ավելի շատ պատգամավոր, քան ընտրությունների պահին մեծամասնություն կազմած հանրապետություն խմբակցությունը։ Կարող եմ հիշեցնել, որ 2017 թվականի ազգային ժողովի հերթական ընտրություններում մեծամասնություն էր կազմում հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն ունենալով հանդերձ կոալիցիոն համաձայնագիր էր ստորագրել խորհրդարան անցած եւս երկու քաղաքական կուսակցությունների, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հետ, բայց այդ ընտրություններից 1 տարի հետո
այդ նույն պարլամենտը նույնիսկ հանրապետական խմբակցությունից падգամավորները չասեն, որ ԲՀԿ-ն ամբողջ կազմով, Դաշնակցությունը ամբողջ կազմով բացառությամբ մեկ падգամավորի Նիկոլ Փաշինյանին առաջադրել եւ ընտրել են հանրապետության վարչապետի պաշտոն։ Այսինքն ում որ հիմա անհավանական կթվա, որ 2026 թվականից ձևավորված խորհրդանում կարող են տեղի ունենալ քաղաքական վերադասավորումներ, այս նախադեպերը կարող են լինել իրենց աչքի առաջ եւ դա կարող է լինել շատ տրամաբանական, այսինքն այն իրավիճակները, երբ որ ՔՊ-ի նույնիսկ ցուցակով ընտրված падգամավորը վերանայի իր մոտեցումները, դիրքորոշումները եւ կայացնի մեր ժողովրդի պետության անվտանգության եւ շահերից բխող որոշումներ, դա պետք է ընկալել որպես առողջացման գործընթաց։ Այսինքն հիմա կա հիվանդ օրգանիզմ, հիմիկվա էսպայի ԿՊ խմբակցությունը պետք է դիտել որպես հիվանդ օրգան, որովհետև իրանք падգամավորական մանդատներ են ստացել ապօրինությունների, ընտրակեղծարարությունների, զանգվածային ընտրակաշառքների, իշխանական լիազորությունների չարաշահման, իրավապահ մարմինների միջոցով ընդդիմադիր գործիչներին, մրցակիցների ճնշումների եւ այլ կարգի անվերահսկելի ֆինանսական միջոց։ Այդ ամեն ինչի հետևանքով հիմա իրանցից յուրաքանչյուրը այդ 64 հոգու պիտի հասկանա, որ ինքը ապօրինի մարդ է եւ այնտեղ գտնվում է ապօրինի կարգավիճակում։ Օրինակ ես դες զգացողություն չունեմ, իմ մոտ հակառակն է, որովհետեւ ես մտածում եմ, որ եթե ընտրությունները լինեին ժողովրդավարական հավասար պայմաններում, մեր խմբակցությունը կունենար ոչ թե 29, այլ շատ ավելի մեծ թվով падգամավորներ, նույնիսկ կունենար մեծամասնություն։ Եվ նրանք այնուամենայնիվ ովքեր մեր օգտին քվեարկել են կամ այդ ձայները մեր օգտին հաշվարկվել են, դրանք ամենաազնիվ մղումներով, մարդկանց նույնիսկ շատերի համար պայքարի, զրկանքների, հալածանքների հետևանքով տրված քվեներ են, այսինքն մաքրամաքուր մեծ քաղաքական պատասխանատվություն առաջացնող քվեների արդյունքում ենք մենք ձեռք բերել այդ կարգավիճակը։ ԿՊ-ները պիտի հասկանան, որ իրանք ապօրինի են, իրենցից ոչ մեկը падգամավոր չէր ալի, եթե երկրում ելներ ժողովրդավարական ընտրություն։ Հիմա իրենց կարգավիճակը կարող են նոր որակի բերել, լեգիտիմացնել միայն այն դեպքում, եթե իրենք կայացնեն ժողովրդի եւ պետության շահերից բխող որոշում։ Ինչի համար էլ որ երթվելու են, եթե դուք նայեք ազգային ժողովի կանոնակարգը, այնտեղ կա երթման տեքստ, որտեղ յուրաքանչյուր падգամավորը պետք է երթվի եւ ստորագրի։ Փոքր-ինչ փոփոխություններ են եղել տեքստում, բայց այնուամենայնիվ հիմնական մասը պահպանվել է։ Օրինակ այնտեղ ասում է երթվում եմ ծառայել հաջող, ընդհանուր առմամբ բառացի չեմ հիշում, որ հարգելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, դա չի ասում փոխելով Հայաստանի սահմանադրությունը, հարգելով։ Հիմա ասենք, եթե իրանց մեջ ի վերջո կլինեն մարդիկ, որոնք իրանց երթմանը հավատարիմ կգոն, դե գրած չի, երթվում եմ ծառայել Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին։ Դες բան գրած չի դե։ Գրած է, որ երթվում է, որ պիտի ծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Չէ՞։ Եթե երթվել է, որ պիտի ծառայի հանրապետությանը, պիտի ծառայի հանրապետության, որ падգամավորը, որ իր երթմանը հավատարիմ գործունեություն կսկսի ծավալել, կստացվի, որ ինքը դրանով իր անօրեն կարգավիճակին տալիս է օրինական իրավական որակ, այսինքն հիվանդը սկսում է առողջանալ, դա պետք է դիտել որպես առողջացման, եւ ես կարծում եմ, հույս ունեմ, որ այդ առողջացման գործընթացի մենք ականատես կլինենք։ Ես ինքս իմ գիտելիքների, իմ ունակությունների, փորձառությունների շրջանակներում, ունենալով նաև գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, որի մի բաղադրիչ է նաև մանկավարժությունն է, փորձեմ դա գործի դնել իրենց այդ ժամանակաշրջանում, հիմա այդ կախված է իրանց ընդունակություններից։ Հիմա կարող է նրանց մեջ մարդ լինի, շուտ գիտակցի, ասի ճիշտ է ասում, չէ՞։ Այդ գիտակցությանը գա, շո ասիկան օգոստոս 2-ին նիստը սկսի, օգոստոս 2-ին էլ հասկանա, որ ճիշտ է ասում, ենթադրենք Ռուբեն Ռուբինյանին այլ ազգային ժողովի նախագահ չընտրի, փակ գաղտնի քվեարկությունն է, չէ՞։ Ասի չհասկացան, կարա մեր կանոնակարգով գրած է, որ ազգային ժողովի նախագահին պիտի մեր խմբակցությունն առաջադրեր։ Վարչությունը ինչ գործ ունի ազգային ժողովին։ Վարչության մեջ մարդիկ կան, որ սկի падգամավորը չեն։ Ռոմանոսը падգամավոր չի, չէ՞։ Ռոմանոսն է։ Ռոմանոսը ցանցի պետ է։
Ռոմանոսը ինչ իրավունք ունի որոշի թե Հայաստանի ազգային։ Հիմա կարող է իրանց խմբակցությունից падգամավորը լինի, որը ունենա падգամավորի արժանապատվություն։ Իր կարգավիճակից բխող, որտեղ կանոնակարգում, ես ինչ որ ասում եմ, ոչ սարկազմա, ոչ բռն։ Նա կանոնակարգով падգամավորը պիտի առաջնորդի կանոնակարգով, չէ՞։ Կանոնակարգում խո գրած չի, որ կուսակցության վարչություններն են որոշում կայացնում ազգային ժողովի նախագահ թեկնածու առաջադրելու վերաբերյալ։ Գրած է, որ առաջարկում են խմբակցությունները։ Բայց իրանք հələ հունիսի 25-ին Ռոմանոս, Գնել Սանոսյան, Տիգրան Ավիներ, իսկ падգամավորներ չեն։ Գնելը հանքի աշխատող է հիմա։ Գարիկ Սարգսյանի դեպ նոր падգամավոր ենք ունենալու։ Գարիկը Վեդի համայնքապետը։ Վեդին որբացավ։ Վեդի որբաց։ Ծանր ալելու Վեդի։ Չգիտեմ ընդ ոնց ալելու, հա։ Դե հիմա այնուամենայնիվ, ասեք վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, չէ՞ այդ վարչության նախագահը։ Վարչապետը ոնց կարա ընտրի ազգային ժողովին, հակառակը ազգային ժողովն է որոշում ով պիտի լինի վարչապետ։ Ոնց կարա նախարարը Անայի, չգիտեմ, առողջապահության նախարարի անունի չեն, որ Անահիտ Ավանեսյան։ Ա՞։ Անահիտ Ավանեսյանը, հա։ Եթե ինքը նախարար է, ինքը ոնց կարա որոշի թե ով լինի ազգային ժողովի նախագահ։ Ազգային ժողովն է կարա կանոնակարգի առանձին նախարարների հետագա պաշտոնավարման նպատակարարությամբ հարց բա, օրինակ ազգային ժողովը կարա սկսի Անահիտ Ավանեսյանի գործունեության ուսումնասիրություն առողջապահության ոլորտի, ասենք հիվանդանոցների այդ կոռուպցիոն այդ շինարարություն, բան է Մարտունի հիվանդանոց կար, չէ՞ որ բացին փակին եւ այլն միջազգային վարկային կազմակերպությունների միջոցներ Քովիդով է ինքը ահագին բարևելու բան կա իրան հեսա կբարևենք։ Ասենք կարա ազգային ժողովը իր հետագա պաշտոնավարման նպատակարարության հարցը քննարկի, դա օրենքով է։ Բայց ոչ մի օրենքում գրած չի, որ նախարարը պիտի որոշի ով է ազգային ժողովի նախագահ։ Հիմա կարող է ՔՊ-ում այդ 64 հոգու մեջ գտնվի, ասենք ընդհանրենք 14 հոգի մարդ, որ ունի մարդկային բանականություն, գիտակցություն, տառերն է գիտի, ու դե ասեմ քեզ մեծ մասը գիտեն, մեծ մասը գիտեն։ Փառքաստ։ Օրենքով դաժե պահանջվում է, որ պրինցիպի պիտի սաղել, չէ, դա ասում են լեզուն պիտի իմանա, լեզվի իմանությունը, տառերը կարաս բանավոր հաղորդել լեզվի իմանությունա պահանջում, տառերի իմանություն չի պահանջում։ Բայց ինձ թվում է մեծ մասը գիտի։ Հիմա եթե տառերը գիտի, կարդաց, կարող է իր մոտ հարց առաջանա, չէ, ասի չհասկացա։ Մենք խմբակցությունով դες որոշում վարչապետ, ես չեմ։ Էդ դեմ քվեարկի Ռուբեն Ռուբինյանի։ Մարդ է, մեկ է տեսար, մեկ էլ ինչ կանենք, չէ, քվեարկության արդյունքները կտենենք, կուրախանանք, ասենք մարդ, գտանք։ Դի ոգևորող կրի տենց 1, 2, 3 եւ ի վերջո մենք Պարոն Ղազարյան, տեսեք մարդկային որոշումներ։ Տեսեք, մեր ընդդիմադիրները, այսպես ասեմ, այնուամենայնիվ ընդդիմադիր ներկայացողները կամ ընդդիմադիր ճակատում գործողները ինչ են ասում։ Ասում են գնալու եք ներողություն, բայց այս մեջբերումը պետք է անեմ, հերթական անգամ խորհրդարանում այս ընդդիմությունը աշխատելու է բոքսի տանձիկ։ Ինչ կպատասխանեք այդ մարդկանց մեղադրանքներին։ Անմիտ ձևակերպում է եւ անհիմն ձևակերպում է։ Ես նոր քիչ առաջ ասեցի, չէ՞, ասում եմ, դուք գնալու եք իրանց մոտ, չէ՞։ Նախ դուք իրանք չի են ընդե որ մենք նոր պիտի գնանք, եթե մենք բոլորս նույն օրը նույն ժամին պիտի գնանք։ Ով ասում որ մենք ենք գնում իրանց մոտ, ոչ թե իրանք են գալի մեր մոտ։ Ով ասում որ պիտի ասենք ձեռնամարտը լինի։ Ազգային ժողովը խոսալու տեղ է։ Ես օրինակ անկեղծ ասած ինքս տենց երբևէ տենց ֆիզիկական լավ պատրաստվածություն բան չեմ ունեցել, իմ բոլոր սպորտային հետաքրքրությունները վերաբերել են խաղային մարզաձևերի, էլի, որոնցից ասենք իրանցից շատերին ես իմ նախասիրությունների խաղերի մեջ չեմ պատկերացնում, օրինակ ես Վահագ Ալեքսանյանի վոլեյբոլ խաղալուց չեմ պատկերացնում։ Ոչ մի կերպ չեմ կարող այդ մարզաձևում իրան պատկերացնեմ։ Ճիշտ ասած ուրիշ մարզաձևում չեմ պատկերացնում։ Բայց
Ես իրանց հետ խաղալու կամ չգիտեմ մարզվելու բանի չեմ գնում։ Ազգային ժողով նորից եմ ասում, յուրաքանչյուր падգամավոր ինքը ինդիվիդուում է, ինքը յուրաքանչյուր առանձին վերցրած ներկայացնում է մեր ողջ ժողովրդին։ Եվ մենք այնտեղ գնում ենք ոչ թե իրանց հետ աշխատելու, այլ այնտեղ գնում ենք մեր ժողովրդի շահը սպասարկելու։ Ի վերջո մենք ո՞նց ենք ստացել այդ կարգավիճակը։ Ստացել ենք մեր ժողովրդի վստահության արդյունքում, չէ՞։ Իսկ այդ վստահությունը ո՞նց է ձևավորվում։ Շատ դժվար քաղաքական գործընթացի պայքարի արդյունքում։ Հիմա մենք մեր սեփական օրակարգով, հիմա ասենք պատկերացրեք, ես գնացել եմ այնտեղ նիստերի դահլիճ։ Իմ համար ինչ պետք է նա։ Դրանք եկել են, չեն եկել, քանիսն է եկել, քանիս չի եկել, ով ինչ է խոսում, ինչ են անում, ասենք, այդ ինձ ինչքանով է հետաքրքիր։ Ինչ ճիշտ ասած, բացարձակ է դա։ Ինձ հետաքրքիր է պարլամենտի ֆունկցիան, իմ պարտականությունը եւ իմ ժողովրդի, մեր ընտրողների սպասել, ոչ միայն մեր ընտրողների, նորից եմ ասում, падգամավորը ներկայացնում է ողջ ժողովրդին։ Հիմա մարդը կարող է սխալվել, չէ՞։ Հիմա տեսեք, ինչքան մարդ է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրել, հետո 2018 թվականին, երբ որ նա գնացել էր ազգային ժողովին, խնդիր ուներ ընդհանրապես մտածեր թոշակ բարձրացներ, որ իրան 500,000 հոգի ձայն տան։ Կամ առողջապահության, կամ դներ իրավապահ մարմնին ասել գնացեք ընդդիմախոսներին բռնեք։ Համընդհանուր վստահություն ուներ, չէ՞, ժողովրդի սերն ու հարգանքն էր վայելում։ Մսխելա, չէ՞ դա։ Կերելա, նստելա, չէ՞ այդ ամեն ինչը։ Հիմա լիքը մարդիկ կան, որ երես են թեքե Իրանից։ Իսկ ով ասում, որ հունիսի 7-ին Իրան ընտրած մարդը հիմա երես չի թեքում Իրանից։ Մենք մեր ժողովրդի հետ ենք աշխատելու, որպեսզի տեսնենք ոնց ենք կարողանում սրանց վռնդենք, մեր փրկենք մեր պետությունը այս ծանր վիճակից։ Պարոն Ղազարյան, ուզում եմ նաև շատ կարևոր հանգամանքի մասին խոսել, ընտրություններից հետո ուժեղ Հայաստանը շատ լավ, այսպես, հա գործի անցավ, միանգամից այդպես եթե կարելի ասել, տեսում են, որ պարբերաբար գնում եք գյուղեր, համայնքներ, քաղաքներ, խոսում եք քաղաքացիների, գյուղաբնակների հետ, խնդիրներն եք լսում եւ փորձում եք խնդիրներին լուծում տալ, վերջերս եթե չեմ սխալվում, Ստեփանավան էիք գնացել։ Ստեփանավան խոշորացված համայնքի մի շարք բնակավայր։ Այո, գնացել էիք, այնտեղ ես տեսա, որ մարդիկ ինչ դժգոհություններ էին հայտնում եւ Նարեկ Կարապետյանը խոստացավ օգնել եւ օգնեց, կարելի ասել։ Շատ կարճ ժամանակահատվածում։ Բայց պարզվում է նույն Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Ես ընթերցելու եմ, որովհետև չեմ հիշում հոդվածները, քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հավաքին մասնակցելուն հարկադրելը բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Հələ մոտ պատկերացրեք, ինչ որ դուք կարդացիք, Նարեկին դե այս քանի ամիսա մեր ժողովուրդը ամեն օր տեսնում է, չէ՞։ Մարդիկ էլ խո հիմար չեն, տեսնելուց հասկանում են, չէ՞։ Ասենք իրանց դիմացինը ինչ տիպի մարդ է։ Օրինակ, երբ որ Ռուբեն Ռուբինյանն է խոսում, դրան տենողը միանգամից սկանը, ասեն հասկանում ես, չէ՞, դա ինչ արարած է։ Նույն ասեք Նարեկի պարագայում, չէ՞։ Կրթված, համեստ, պարզ, անմիջական, բարի ու իմ նաև մասնավոր շփումներով ասեմ, որ այն ինչ որ ավելի հեռու գտնվող մարդիկ, տարածության վրա, էկրանից տեսնող մարդիկ, ինչ որ տեսնում են, այդ սա ճիշտ է։ Ինքը նաև այդպիսի էություն է, նաև պարզ մարդկային հարաբերություն։ Այսինքն իր հետ իր գույքի եկամուտների հայտարարագիրը, որ նայում ես, միլիոնատեր է։ Իր հետ շփվող մարդը երբեք չի զգա, ասենք եթե չիմանաս, որ իր հայտարարագիրը կարդացած չլնես, իր հետ ցանկացած իրավիճակում շփվես, չես իմանա, որ այս մարդը ինչ կարողությունների, ինչ ընտանիքի, ինչ հնարավորությունների, այս պահին հասարակական ինչ հեղինը, չէ, ասենք մեծ հասարակական սեր հարգանքավայելում, չէ, վաստակել է։ Մի հատ ոչ մեծամտածել է, ոչ գոռոզացել է։ Հիմա այդ մարդը, որ մաքրամաքուր, օրինակ ես Նարեկ Կարապետյանին ճանապարհային երթևեկության կանոնների խախտում անելուց չեմ պատկերացնում։
Դատախազություն ասում է Նարեկ Կարապետյանը զորով հարկադրանքով մարդ է բերե հանրավայք։ Այսինքն ինչ արի, ծեծելա, մեկին ասել է կգաս մեր արա, դա ոչ չգա, ճիպոտ վերցնի դրա։ Ուրեմն սրանց գիտակցության մեջ, եթե ուժեղ Հայաստանի հանրավայքին մարդ է գալի, ուրեմն զորով է գալի։ Այդ այն որ իրանք Նիկոլի հանրավայքներին Արման Թաթյանը մեռավ բարձրաձայնելով Այո, շատ էր բարձրաձայնվում։ Հետո մենակ Արմանը Թաթյանինը չի։ Մենք փոքր երկրասաղս էլ ապրում ենք, գիտենք չէ, ուր դետում այդ դպրոցներ, մանկապարտեզներ, կոլեկտիվներով երեխեքին առանձին ուսանողներն պետական հիմ։ Ուրեմն իրանք զորով տանում են իրանք հանրավայքների մարդկանց լցնում են դե։ Էդի սա նորմալ է։ Եթե ուժեղ Հայաստանի հանրավայքի մարդ է եկել, ուրեմն զորով է եկել, զորողն էլ ով էլի։ Ախ, դες բան ո՞ս կլի արա, ասենք այն հեքիաթի մեջ ասում են, այն սուտ պիտի ասես, որ ասեմ սուտ է, չէ։ Թագավորության սկեսը տան։ Հիմա այդ մարդիկ եկել են նրա թագավորության կեսն ուզում են, ասենք կիրառված բանը 1 միլիարդ դրամ գրավ։ Էդի գիտեք ինչ չափում է դատախազությունը մատ հետաքրքիր մեթոդ է կիրառում դրամական արտահայտությամբ չափում է Նիկոլ Փաշինյանի վախերը։ Հիմա մենք կարանք ասենք, որ Նիկոլ Փաշինյանը Նարեկ Կարապետյանից վախենում է 1 միլիարդ դրամի։ Այդքանի է վախենում այս պահին էլի։ Բայց ասեմ քեզ էժան են հաշվի։ Ինձ թվում ավելի շատ է վախենում։ Ով մի կարող է դաժե մինչև մի 7-8 միլիարդի վախենա։ Դրանց խելք է էլի, ասես խափամամիջոց, այն էլ ինչի համար կիրառեցին, նայեք էլի, ժամանակագրություն կա, չէ։ Ուրեմն մի հատ դատախազությունը դիմել էր այս նույն վարույթով, որ Նարեկ Կարապետյանի դեմ վարույթ նախաձեռն, երբ որ ՍԴ-ում էր հարցը քննարկվում։ Այո։ Կենտրոնական տրական հանձնաժողովը ասաց, ես ՍԴ-ի նիստերով զբաղված եմ, չեմ կարա հիմա նիստ անեմ։ ՍԴ-ի որոշումը եղավ, սրանք նիստ արին, դատախազությանը հետ տվին, ասին քանի որ ՍԴ-ի որոշումը արդեն կա, Նարեկ Կարապետյանը, Էդգար Ղազարյանը, մեկելը, մյուսը էլ պատգամավորի տեխնացու չեն, որովհետև ընտրությունը ավարտվել է, կա դրա վերաբերյալ վերջնական ուժի մեջ մտած բողոքարկման ոչ ենթակա իրավական ակտ, ՍԴ-ի որոշում։ Ուրեմն այս մարդիկ էլ պատգամավորի տեխնացու չեն։ Մենք էլ տեխնացուներին կարանք համաձայնություն տանք։ Սրանք տարան ֆռացրին բերին, մանդատները հանձնելու հաջորդ օր ամսի 21-ին մեզ մանդատ են տվել։ Ամսի 22-ին այդ նորից դատախազությունից մա կենտրոնական տրական հանձնաժողովը ասում է թույլ տու ես Նարեկ Կարապետյանի դեմ վարույթ նախաձեռնում կանոնավոր։ Նա էլ վարույթի համաձայնություն չգիտեմ ինչ հիմքով տալիս է, բայց կալանքի համաձայնություն չի տալի։ Դատախազությունը կասի դե որ չեն կարա կալանքի, ուրեմն ան տրամաբանական ասենք 1 միլիարդ հիմա ուզում եմ անամ էլ ասենք այն դատախազով որ որոշում է կայացրել այդ գրավի չափի վերաբերյալ ինքը 1 միլիարդ դրամ իր կյանքում միտեղ տեսել է թե չէ։ Ասենք որ 1 միլիարդ դրամը 1000 դրամանոցներով իսկ թվում է դրան գիտես ոնց կարելի է պատժել, տանել տալ ասել դե նստի հաշվի։ Կոպեկներով, մանրադրամներով։ Ախր քանի կոպեկ չի լի։ Այն մարդ 1000 դրամանոցով։ Տանես 1000 դրամանոցներով, ասես դու ես չի ասե։ Դե նստի հաշվի։ Մինչև թոշակի գնալ քաշվի։ Դե բարձր խառնի էլ չի արանքները քսովածանա այդ ընթացքում բան 1 միլիարդ դրամ մարդուն խափամամիջոց ասենք այն էլ ինչի համար էլի ակնհայտ ես ասում եմ էլի անznապես ճանաչելով շփումներով որը բացարձակ չի տարբերվում այն մարդկանց կարծիքից ովքեր չեն ճանաչում բացառված բանը Նարեկ Կարապետյանը իրավախախտում թույլ տված էլի դի ոչ մեկին չես կարա համոզես դա էլի ու դա անելու են երբ իր պատգամավոր ընտրվելու Նարեկ Կարապետյանն է սովորական կարգավիճակ չունի նա խորհրդարան անցած ամենամեծ խմբակցություն ունեցող քաղաքական ուժի առաջի համարի տեխնացուն է եւ դա միայն իր նկատմամբ չի չէ այսօր մենք դատարան պիտի գնանք Դավիթ Ղազինյանի խափամամիջոցի հարց պետք է քննարկվի Հայկ Սուքյասյանի խափամամիջոցի մեր ընդհանուր այս ուժեղ Հայաստանը մենք այդ հակակոռուպցիոն դատարան դարել է մեր բան կուսակցության գրասենյակներից մեկը մենք ցերեկները ասենց այդ մեր գործերին հարցազրույց բան իրիկունը հակակոռուպցիոն դատարան հիմնարկն է էլի
Քանի որ կալանավորումների եւ ռեպրեսիաների մասին խոսեցինք, չմոռանանք նաեւ Արեգնազ Մանուկյանի, Ավետիք Չալաբյանի, Արթուր Սարգսյանի դեպքը, Արմեն Աշոտյանի, ինչու ոչ, եւ ամենացավալին այն է, որ Արեգնազ Մանուկյանին առանձին եմ ուզում անդրադառնամ, որովհետեւ լինելով իգական սեռի ներկայացուցիչ, այնուամենայնիվ եւ ունենալով անչափահաս երեխա թույլ չեն տալիս, որպեսզի երեխան տեսակցի կամ հանդիպում ունենա մոր հետ, Ավետիք Չալաբյանի 9-ամյա որդուն ասեցին, որ այո, թույլ չեն տալիս, որպեսզի հանդիպի, հիշենք Գագիկ Ծառուկյանի դեպքը, թե ինչպես մի քանի հոգով նրան գետնին տապալեցին, փորձեցին ձեռնաշխտաներով տանել, են էլ ձեռնաշխտաների։ Դա արդեն այդ ինչ որ ներկայացնում եք դուք առանձին դրվագները, դա արդեն բարբարոսություն է։ Ես էլ ունեմ երեխաներ, ասենք իմ երեխան մի օր իր մորը չտեսնի ու կապ չունի էլի որ տարիքի է, չէ։ Էդի բնությունը հասկանում եք։ Ասենք դու ոնց ես երեխուն զրկում իր մոր հետ հանդիպելու, այնը որտեղ մոր կալանքի վայրում, ոչ թե գատուն իր տան միջավայրում, այլ հերիք չի, այդ կնոջը էլի վստահեմ հանիրավի, վերց է տարել է կալանքի։ Լավ ասենք, երբ որ տեսակցությունները սահմանափակում ես, մարդը եթե մեղավոր չի ճանաչվել դատանի որոշմամբ, անմեղ մարդ է, չէ, սահմանադրությամբ տենց է։ Նրա կալանքը ունի մի նպատակ, որպեսզի չազդի նախաքննության վրա։ Այսինքն նա չպիտի շփվի այն մարդկանց հետ, ով որ այս գործի հետ որևէ առնչություն կարան ունենան։ Հիմա իր անչափահաս երեխան ընդհանրապես ինչ գիտի, քրեական գործն ինչ է, նյութն ինչ է, այսինքն որ այդ երեխան իր մորը շփվի, վարույթը, նախաքննությունը, դրանից ինչի՞ց է տուժելու, ոչ մի բանից չէ, այսինքն նա իր երեխայից շփվելու անսահմանափակնար, նորից եմ ասում, եթե դատապարտված լինի, ասես դա արդեն պատժի չափ է սահմանված, դա կարա տեսակցության օրերը լինի, այս դեպքում այնքան պիտի լինի այդ շփումը, ինչքան այդ երեխեն ցանկանա, այսինքն երեխեն որ պահին ասած մամային եմ ուզում, ինքը պիտի լինի իր մոր մոտ, դա դրա տրամը։ Ես ուղղակի չեմ կարող հասկանալ, որ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանը կին է, դատախազը կին է, արդարադատության նախարարը կին է, ներքին գործերի նախարարը կին է, առողջապահության նախարարը կին է, նրանց մեջ մարդիկան երեխա էլ ունեն։ Արա, բա դուք լավ, ասենք ես ոնց հայերենում այդպես բառ չկա, էլի, որ ասես այրանք այս բառով իրանց կարելի է բնորոշել։ Այս բառ չկա, որովհետև բառերը ոնց են առաջանում։ Երևույթների մեկնաբան, այդ բառը նոր պիտի հնարվի, էլի։ Որովհետև երևի դες բան չի եղել, հասկանում եք, որ այդ երևույթը եղածը լի, լեզվաբանները մտածեն, ասեն, այդ երևույթը մի բառով ոնց կարելի է բնորոշել։ Չի եղել։ Դա մտ այս բառ չկա, հիմա մենք չգիտենք նրանց ինչ ասենք, ասենք մարդու իրավունքների պաշտպան, մենք ոչ մի չի կարող ասենք, որտեղ դες բառ չկա, որ ասենք, որ ինքը հիմա կոչվում է մարդու իրավունքների պաշտպան, ու կնոջ նկատմամբ ակնհայտ հանիրավի process ասկսե քաղաքական նպատակներով Նիկոլ Փաշինյանի ցուցումով հանձնարարում, ու այդ կինը զրկված է իր անչափահաս երեխայի հետ տեսակցությունից շփվելու այդ հնարավորությունից, սրան բացատրություն կամ նույն Ավետիքին, չասեմ, իհարկե մոր կարգավիճակը լրիվ ուրիշ է, բայց կապ չունի, հայրն էլ է, չէ՞ ծնող։ Հիմա ասենք թե նա իր կարա չէ երեխայա, չէ՞ ճնշված է, լսի պապային եմ ուզում, ասենք ինչ ա, հիմա եթե Ավետիքի փոքր երեխան գնաց իր հորը բանդում տեսավ։ Ավետիքի դեմ հարուցված քրեական գործ ինչով է տուժում։ Ասես վկաների չի կարելի հանդիպի, հասկացան, գործի հետ կապ ունեցող մարդու չի կարելի։ Կնոջ հետ չի կարելի, այ մարդ կարող է ինֆորմացիա տանի, բերի գիտակցում է, բան, չէ, ինչ կարա լինի, մեկի հետ շփված լինի։ Այ երեխու հետ ինչ գործ ունեք դուք։ Երեխու վնասը որտեղ է։ Կամ ասենք Ծառուկյանի դեմ կատարվողը, չէ։ Հիմա այս փոքր երկրում բոլորս է գիտակից մարդիկ ենք, չէ։ Ասենք դուք քանի հատ հիմար պիտի գտնեք, որ համոզեք, որ Ծառուկյանի դեմ իրականացվող գործընթացը դա իրավական գործընթաց է։ Չեն կարող գտնեն։ Ասենք մենք քանի հիմար պիտի գտնեք, որոնց համոզեք, որ առինջ մոլի
վերով անցնող բարձրավորտի լարերը մինչև 3 անվտանգ էին, Երևանից դրանք սկսեցին մարդկանց կյանքին եւ առողջությանը վտանգներ կազմել։ Այսինքն քանի հիմար պիտի գտնեք, որ դա դուք իրանց համոզեք։ Ասում եք, բան չունեմ, ասում եք, լսում ենք։ Բայց չեք համոզում, չէ՞։ Բոլորն էլ մարդիկ են համոզում են, հիմա խոցել նկարվելով չի։ Պարոն Ղազարյան, ես ուզում եմ նաև խոսենք նրա մասին, որ մոտ 72, այսպես ասենք, կազմակերպություններ, հա, որոնք պատկանում են Գագիկ Ծառուկյանին, այսօր փակվեցին, ես էլ չեմ ասում, թե քանի անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց են պահանջում նրանից, բայց տեսեք, խոսքը մոտավորապես 7-ից 8,000 աշխատատեղերի մասին է, որոնք եթե փակվում են, բնականաբար մարդիկ զրկվում են իրենց աշխատանքից, իրենց օրվա հացից, եթե առինջմոլն էլ փակեցին, մեն աշխատանքները չէ, բայց նաև այդ կազմակերպությունները ծառայություններ են, չեմ մատուցում։ Միանշանակ։ Ասենք հիմա Փարավոն ռեստորան, ցեմենտը թեկուզ Փարավոն ռեստորանը կազմակերպում է հանդիսություններ։ Մարդիկ կան, ամեն բարձա չէ, ամեն երիտասարդի, ամեն ընտանիքի համար, ամեն ծնող համար ինչքան կարա է երեխու պսակադրություն, ամեն աղջկա համար ինչքան թանկոր է իր պսակադրության օրը։ Հիմա էլ մարդիկ իրանց ուզած տեղը դանելու, ամիսներ առաջ պլանավորում են, հարսի շորերն ընտրում, տորթը, քավուրի տուն, նվերը, բանը, սեղանը, հյուրերը, բանը։ Այդ սա արել են։ Հիմա եկել է իրանց հարսանիքի օրը, քնիշն ասում է հարսիկ ջան, դու պիտի չամուսնանաս։ Հիմա ես ուզում եմ այդ աղջիկը, այդ հարսը, հարսնակուրը, փեսեն, ազաբը, դրանց մեղքը ինչումն է, էլի, ինչ մեղք են գործի այդ մարդիկ, որպեսզի իրանց ընտանիքում, իրանց պլանավորած, նախատեսած ուրախությունը պիտի չկայանա։ Ինչ մեղք են գործի։ Ինչա թե Ծառուկյանը ասել է Նիկոլ Փաշինյանին կուղարկեմ Լյովայի մոտ։ Ընդ որում չի էլ ուղարկել։ Հիմա ասելա, չի ասել, Ծառուկյանը անհատ ֆիզիկական անձ է, այն ընկերությունը իրավաբանական անձ է, քաղաքացիական օրենսգիրքն ասում է իրավաբանական անձը ֆիզիկական անձից առանձնացված է։ Օրենքն ասում է բոլոր ստուգող մարմիններն ուզում է հարկային լինի, ուզում է քննչական լինի, ինչ ուզում է լինի, եթե ստուգումներ անում, այդ ստուգումները պիտի ինձ կազմակերպի, որ տվյալ կազմակերպության բնականon գործունեությունը չխոչընդոտի։ Այսինքն, եթե մտել ես կազմակերպություն, ինչ պիտի ուսումնասիրես կազմակերպություն, իր ֆինանսական գործունեությունը, չէ՞։ Այսինքն, հաշվապահություն, կոմպյուտեր կնա նստի ինֆորմացիա, հարսը սրահում, որ պիտի πάρի, որը πάρի դասերի է գնացե, Փեսան առանձին է գնացե, որպես կանոն հարսները լավ են սովորում այդ բառը, փեսաները այդպես էլ չեն սովորում։ Դրանց մեղքը ո՞րն է, որ իրանց հարսանիքը պիտի չկեթե ձեր ստուգման օբյեկտը այդ հիմնարկի հաշվապահությունն է, որ այդ հիմնարկի ֆունկցիոնալ գործունեության հետ կապ չունի։ Ինչի է գնացե այդքան մարդու վնաս տալի։ Նույն ասենք թե մարդ արա ցեմենտում առավոտ էլ գնացել է գործի, տեխնոլոգիական մարդը գնացել է Ծաղկաձոր ամառը, Երևանում շոկ մարդիկ ընտանիքը վերցել են գնացել են Ծաղկաձոր հանգստը, մեկը գալիս են ասում է դուս եկեք սենյակներից, փողը տվել է, վաղուց պլանավորել է, հեսա պիտի վեթային, ճոպանողին նստեին, եկել դու ասում ես ինչ եմ արել դու, ասում է Նիկոլ Ծառուկյանի հետ հարցեր ա լուծում, սենյակից դուս եկեք։ Ու այդ անող մարդը մտածում է, որ այդ երկրում տուրիզմ ա լինելու, ներդրումներ ա լինելու, բիզնես ա լինելու, տես բան ա մտածում, վերջացավ։ Ու այդ ամեն ինչը հանիրավի է, որ ասես հանցանքա, մեղադրանքի մասին փաստաբանները խոսում են։ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները Ծառուկյանի խաբել են։ Այդ է Ծառուկյանի մեղքը։ Ու այդ թատրոն նկարել է այդ բան, մի հատ այսքան մարդով էլ է գնացել են, մի հատ Ծառուկյանի ռազմելով ձեռնաշղթայել չեն կարացել ճանել, արդեն երրորդ օրն այդ մարդը ցենց այդ ձեռնաշղթաները պրոստը դեկորացիա։ Արա թողեք ինքը իր փողով զակած կտա մի օրում ոսկուս կսարքեն կպերեն իր ռազմերին։ Թողեք ինքը իր համար գոնե սարքի դրանից։ Բայց եթե չունեք 2x-ը Գևորգ Պապյանի ռազմերով այդ տեսել ես, ձկան չափա չէ ցույց տալի, որ տանես տոշնի
Գևորգ Պապոյանի չափի ձեռնաշղթան վերցեք գնացել եք, այդ ձեռնաշղթա դու դրան ինչ կարա կանեք։ Պարոն Ղազարյան, այսօր լսեցինք, որ ռուսական սանկցիաները գնալով ավելանում են, հա, այդ ցանկը, այս անգամ կատնամթերքը թույլ չեն տալիս արտահանել դեպի Ռուսաստանի Դաշնություն, սա առաջին դեպքը չէ, ծաղիկը, կոնյակի հետ կապված էր, ջերմուկի հետ կապված, ձուկը, այո, իդեպ ձկնաբույսները եւս ակցիա էին անում, բողոքի ակցիա էին կազմակերպել, այո, հիմա չգիտեմ, գնում ենք նոր համագործակցությունների, դե Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության, ԵՄ-ին։ Չկա դες բան, ոչ մեկտեղ։ Փորձում ենք այլ, այսպես ասած, ավելի մեծ աշխարհ դուրս գալ, բայց դրան հետևում է, ինչպես դուք նշեցիք, բազմաթիվ աշխատատեղեր են փակվում, արդեն ներդրողները Հայաստանի Հանրապետության հետ կապված վստահություն չունեն, Ռուսաստանի Դաշնության սանկցիաները գնալով ավելանում են, լավ, հիմա մեր երկիրը այսպես հասարակ ժողովուրդ, հասարակ քաղաքացին ինչքան է ուժելու այս քաղաքականության հետևանքով։ Ես կարծում եմ, որ սրա հետևանքները հələ շատ ավելի մեծ են լինելու։ Նայեք, ուրեմն այդ ձկնաբուծական ձեռնարկությունների ղեկավարների եւ աշխատակիցների հավաքից մեկ օր առաջ Գևորգ Պապոյան հələ գնացել, նկարվել է դες սրանց գործնա, չէ՞, նկար։ Գնացել մի ձկնաբուծանում, այնպես վիդեո է արել, նկարադրել, որ այսուհետ հայկական ձկնամթերքը կարա արտահանվի։ Ու այնտեղ գնացել է կառավարության նիստից հետո, սրանք երևի մեծ հիմարի տեղ են դրել, գիտեմ, որ մենք չենք լսում կամ լսում ենք չենք։ Այդ նույն կառավարության նիստում, որ այդ հարցը քննարկվել է, փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը իրան հարցեր է տալի այդ Գևորգին Պապոյան, որից պարզ է դառնում, որ ձկնամթերքը Եվրոպա չի կարա արտահանվի։ Հարցնում ասում է ոնց է կապարակնքվելու, ոնց է հսկողությունը արվելու, ինչ արվելու, ասում է այսի հələ չունենք, այսի հələ ասում է դա շղթա է գործողությունների։ Եթե այդ շղթայի մի օղակն էլ դու չես կարացե ապահովես, ուրեմն շղթան ընդհատվում է, ուրեմն այդ ձուկը չի կարա արտահանել։ Էդի Մեհերը Գրիգորյանը, Մեհեր է, որ Մեհերն է, հասկացել է, որ չի կարա։ Բայց քանի որ ինքը օրակարգում այդ հարցը տարել ներկայացրել, արդեն всё, կարա ապուշի դարա էլ, այսինքն ինքը ասած ուրեմն կլինի։ Ու էլ է գնացել մի բասեյնի կողքը կանգնե, նկարվե, միտոմ այդ ձկների դարդը իրաց քիչ է, Գևորգ Պապոյանն է բասեյնի գլխին։ Ու ներկայացնում է, որ գնաց Այդ հիմա եք տենում ստե ձուկ, վաղել ստե չի լելու, սաղ հաջորդ օրը ձկնաբույսները գալիս են կառավարության իրան նկարվելու հաջորդ օրը։ Այո։ Ես էլ անկեղծ ասած նստած ուղի եթերով լսում էի։ Այտենց պատրաստված հասարակություն քիչ կա էլի, այսինքն մարդիկ ով խոսում է, գրագետ, գործից հասկացող, հաստարկված լրիվ հիմքերով, փաստարկներով ու ամեն ինչը դա բիզնեսմեն մարդիկ են, ասենք նրանք ոչ են կարա սխալվեն, չէ՞ իրանց որոշումներով։ Լուրջ իրանց գործը հասկացող, իրանց փողն են դեր իրանց գործի մեջ։ Պատմում են, որ հիմնականում է շուկան Եփանից ձևավորվել, որ Ռուսաստանի դեմ երբ որ սանկցիա, մենք եւ քանի Նորվեգիայի սանկցիաները չկար, մենք այս ձկով նորվեգիացիների հետ ռուսական շուկային չենք կարող մրցակցենք։ Հայկական ձկնամթերքը ռուսական շուկա ռեալ որպես շուկա մտել է, դրա հիման վրա ստեղ այս տնտեսությունները զարգացել են, թափ են հավաքել, մարդիկ գնացել են վարկ են վերցել, կեր են առել, ձկնա սորտեր են առել, բերել են, բասեին են սարքել դրել։ Այդ սաղ եղել է Ռուսաստանի ԵՄ-ի հետ ունեցած սանկցիաների ու Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամակցելուց հետո այդ ա եղել Իրան, այսինքն մինչև 18 թիվ։ Հիմա ասում է արդեն կայունացել է, մենք հստակ մարդը արդեն հստակ պլանավորել է, չէ՞, գիտի։ Այսքան ձուկ արտադրում իր կլիենտը, էսա, էսի տրանսպորտնիկն է, էսի, սա գծած արդեն աշխատում են։ Հիմա Գևորգ Պապոյանը մեր հետ եկել է Նիկոլի հետ, այս մարդկանց տունը քանդել է, գնաց է կայնում է դրանց բասենի կողքին նկարում է սուտ, ասում է ձուկ ուղարկում ենք Եվրոպա։ Ես Եվրոպայում ապրել եմ էլի, ասեք, հետի մի պաուզում եմ մտքովի պատկերացնեմ, թե
Լեհաստանում, Պուլավսկա փողոցի վրայի Աուշանում հայկական իշխանը երբա սառույցի վրա ծախվելու։ Էդի բացառված բան է։ Բացառված բան է։ Բայց պարոն Ղազարյան, դուք գիտեք, որ մենք մի քանի տուփ ծաղիկ ենք Արաբական Միացյալ Էմիրությունները։ 12, հա, չեմ հասցրել։ Ես հարսանիքն այլ է, երևի, ասենք։ Ու Գևորգ Պապոյանը նկար է, դրա միլիոնավոր դոլարների մարդիկ, ասենք, էդի լուսնե ջան, մենք էլ չա, մեքս մի գործ ունենք, մի հաջողություն ունենք։ Մեկս միտեղ փողը տան մեջ փող են կորցնում 5000 դրամ, տնեցիք հետ կռիվ են գանում։ Ասես թե դրեով վերցեց ուրա բան, չէ։ Դե, փորձում ես հասկանալ ինչ եղավ։ Փողը, չէ, ասենք թե դեռ քոնեցած, ասես չի կորցնես, չէ։ Բա մարդը գիտես ինչ վնասներ են կա։ Էդի խո հանակ, չէ, ասենք դու մորը կտանգելես էլ է գնացել ես ընդ ասենք կայնում ես այդ ձեռ ես առնում մարդկանց դու արա։ Մարդկանց այդ վիճակի մեջ է դա ցանկացած նորմալ երկրում հրաժարականները գիտես շվշվալով կթռնային դու ընդ որում արհեստական եք է ստեղծել հիմա ասեք դու օրինակ լսում եմ այդ ձկնաբույժները նորից եմ ասում էլի խելամիտ մարդիկ հանգիստ լուրջ մարդիկ են երևում է էլի իրանց գործը հասկացող բան այնպես չի որ ես ինչ էմոցիոնալ բանս փորձում են հլետ իրավիճակում դատողություններ փնտրել համագործակցել ինչ-որ բան Այդ մարդկանց լսում ես, ասում ես, լավ, այս մարդիկ հայտնվել են այս վիճակում։ Իրանց մեղքը ո՞րն է, օրինակ ասենք, այն մարդը խոսում է։ Ասում է, ես էսի չկերության որ խոսում է իր խնդրեմին, հասկանում ես, ինքը իր խնդրեմների հետ կապ չունի։ Կարա չէ մարդը լասի գիտես, դե սխալ արեցի, այս կերը պետք է տայի չտվեցի, տենց է լավ։ Մի բան պիտի ինքը սխալ է, ինքը հիմա այս պահին Պաստիակ հազարավոր դոլարների մեծ տնտեսությունների ավելի շատ վնասներ են, չէ՞ կրում։ 5000 դրամ չի է։ Մեծ փողեր են կորցնում։ Ու իրանք այդ խնդրեմի հետ կապ չունեն։ Իրանք ոչ մի սխալ բան չեն արել։ Այսինքն եթե ինքը խնդրեմի մեջ է, ու ինքը սխալ բան չի, ուրեմն մի ուրիշն է, չի արել սխալը։ Ո՞վ է այդ ուրիշը։ Այդ ուրիշը Գևորգ Պապոյանն է։ Մեկ էլ ծիտիկին ազատություն տվողը։ Տեսնում եք ինչ բարի է։ Երկիրը ավիրը, այսպես մնացել Ծառուկյանի բիզնեսն ընդ 7000 մարդ դուսը, սա ամենքը մի տեղ ակցիա են անում։ Էս ինձ է, սրան բռնում, սաղին խառն է իրար, էս արտահանումները սաղ կանգնել է այս սեզոնին, օրը մի պրոբլեմ է այս երկրի գլխին։ Ասեք, սպանություններ եւ բանակում եւ քաղաքում ցանկացած ժամի ցավոք սրտի։ Ինքը ծիտիկ մոտ արի քեզ տամ կորեք ու գայ։ Ծիտիկ է խաղացնում։ Ծիտիկին ազատությունը տվել եւ այդ ծիտիկի ազատությունը ինքը իր խոհափիլիսոփայությամբ բերում է կապում է հայ ժողովրդի պատմության հետ այդ ծիտիկը Հայաստանն է էլի Բա դա ծաղը չի բա դրանց ղեկավարած երկին էլ է հիմա ասենք թե պատկերացրու հիմա մեզ լսում է կլսի ես հաղորդումը չգիտեմ 5000 մարդ առնվազն չէ ավելի կլսի այո Հիմա այդ 5000 մարդու մեջ կարող է լինի 5 մարդ, որը բիզնես ունի։ Ասեք մի հատ փոքր արտադրամաս, կահույքի արտադրություն ունի։ Հələ մի հատ այդ 5 մարդը պատկերացնեն, իրանց ֆիրմայի վիճակը, որը ղեկավարում են Նիկոլ Փաշինյանը, Մեհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, մեկ է Գևորգ Պապոյանը։ Առավոտը լույսը բացվել է, սրանք եկել են գործի։ Թողել մի հատ այդ մարդիկ պատկերացնեն, ինչ փորձանքա գալի իրանց բիզնեսի գլխին։ Եթե սրանք եկել են մտել են իրանց, ասենք Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է իրանց ընկերությունը։ Պատկերացնես չէ ինչ ալելու, իշաբը ես պատկերացնում եմ։ Խղճում եմ։ Կլիենտների հետ կռվելու է, ոչ մեկ էլ է դրանից ապրանք չի առնելու, հարկային գալու է ստուգի, սա պայստի մնացորդը չի բռն կասան առաջոր գողանա, էդի ինչ տեսավ տանելու է, բա, ենի ասեք դարակ բացես տեսավ փող, բա, Պարոն Ղազարյան, բայց այս սանկցիաները մեր հայ ժողովրդին մի լավ բան տվեցին։ 1490 դրամով Սիթիում ծաղիկներ է վաճառվում, բոլորի ձեռքին արդեն տեսնում եմ այդ փնջից։ Իհարկե սա կես կատակ, կես լուրջ չեն առնում, հիմա գիտեմ որ հարգի չի ծա։ Հիմա ասենք թե մարդիկ միտեղ է թալուց, եթե ուզում են բանը կանաչի են տանում։
խառը կանաչի հիմա որտե ծաղիկ որ տանես այն ստացողն է գիտես մա ինչ է գեժանը բերողերը անցած տարի բերեից չէ բայց ասենք խառը կանաչի տանես մի դաստակ կոտեմ այդ արդեն ասենք համերգների ժամանակ բան հիմա ավելի լավ կանաչի տանես դաս քանց թե ծաղիկ բող Օրինակ մեզ հետևող քաղաքացիներից մեկը Վարդան Մինասյանը գրել է «Սև սալոր ունեմ, սպառման տարբերակ չկա, մնացել է ուղի թորելու հին ու բարի տարբերակը»։ Խնդրեմ, եւս մի քաղաքացի, ով տուժել է այս իշխանությունների վարած քաղաքականությունից։ Պարոն Ղազարյան, ես գիտեմ համատարած է ու սա հենց տեսեք, ասենք այդ կատամթերքը པարզ է, չէ՞, դա հիմնականում պանիրն է։ Ռուսաստանից ասենք հայկական ոչ մի ընկերություն Լեհաստանում պանիր չի կարա։ Լեհաստանում մենակ մլեկոպոլ ընկերություն կա, որը օրական մի քանի միլիոն լիտր կաթ է վերամշակում։ Այդ չեմ ասում է ֆրանսիական Դանոն, այդ չեմ ասում հոլանդական ընկերությունները, որ ամբողջ իտալական ընկերությունները, գերմանական։ Եվ մենք ենք այստեղ օգտվում անգամ նրանցից։ Այդ երկրներում հիմա ասում եմ տանենք Եվրոպա։ Հիշեք, անցած տարի էր ամբողջ Գերմանիայի ֆերմերները տրակտորներով եկել էին Բերլին, թրիկ էին փչում։ Այո։ Իրանց պետական մարմինների դռներին ասում էին նույնիսկ եվրոպական երկրներից մի թողեք գյուղ մթերք կա Գերմանիա, որպեսզի մենք մեր գյուղատնտեսական մթերքները Եվրամիության ներսում իրացնել։ Այդ չեմ ասում ԵՄ-ից դուրս։ Հիմա ասենք թե որպեսզի Հայաստանին թույլատրություն տան, այդ Գերմանիայի գյուղնախարարը պիտի այդ համաձայնությունը տա, չէ՞։ Բայց թրիքը իր կաբինետի վրա փչած տեսած մարդը, բայց չի ասում ես եթե համաձայնություն տվին, որ այն տրակտորը նորից բերեց, ես ինչ եմ անելու դրան։ Գերմանիան էլ էդի բան չէ, դե կարմիր բերետներով չի, որ քշեն մի անգամից ձմերուկ ծախողին է բռնեն խոսալու համար։ Դրա համար էդի մոռացեք, էդի բացառված բան է, էդի չլող բան է։ Հիմա ասենք թե այդ պանիրը, այդ կատամթերքը միակ ծախելու տեղը ընդեղ է։ Ու դա ոչ միայն կոնկրետ տնտեսվարողին է, դա գյուղատնտեսություն շղթայական է, չէ՞։ Այդ պանիր արտադրողը կաթ առնում է մի քանի գյուղացիական եթե նա չկարած վաճառի, նա այդ կաթը չի կարալու մթերի։ Կաթը չմթերեց այն կով պահողը ստիված պիտի մորթի այդ ամեն ինչի։ Իսկ էդի մի անգամ որ վերացրեց այդ կենտրոնում, դրա վերարտադրությունը առնվազն 2-3 տարվա ցիկլ է։ Ընդհատվում է այդ ամեն ինչը։ Ու ինքը դիտման բանում դա։ Դիտման բանում, որովհետև գյուղացիական տնտեսությունները 300,000 են։ 300,000, եթե ամեն մեկը մի մարդ էլ հաշվես, դա 300,000 մարդ է, տնտեսության հիմնական ճյուղն է։ Վերամշակող արդյունաբերությունը, որ դրա վրա է կառուցված, չէ, այդքան պահածոների արտադրություն կա, սա դրա հետ է կապված, այդ պահածոներ արտադրողը հետո սարանիստից բանգա է առնում, շիշ է առնում, հիմա ասենք թե այդքան ջերմուկ որ Ռուսաստան չի արտահանվելու, նշանակում է շիշ արտադրողը ջերմուկը խոր ռասիբնո չեն տանում, շշի մեջ են չէ լեզնում, նշանակում է շիշ արտադրողն էլ սրան շիշ չի մատակարարելու, էտիկետկա տպողը էտիկետկա չի տպելու, սա այդ ամբողջ ցիկլը, հետո ինքը իր մոտ որ արտադրության ծավալները պակասեց, հարկերն է պակասելու, այդ հարկերը պակասեց, պիտի արդեն պետական իհարկե իրաց պրեմիաներին չէ կմնի, նախ այս իրավիճակում, այսքան պրավալների մեջ, որոշել են պետական ոլորտին հատկացնեն 5 միլիարդ դրամի պարգևավճարի գումար։ Ընդամենը։ Էդի չի խա, էդի պրեմիա իրանք ստանան, բայց որ իրանց գործողություններով 100,000-ավոր մարդիկ միլիոնավոր դոլարների վնասներ են կրում, այդ իրանք ոչ թե չի հետաքրում, ես համոզմունք ունեմ, որ դիտմամբ են անում։ Ցավոք սրտի, շնորհակալ եմ պարոն Ղազարյան, շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Մեր հաջորդ հարցազրույցը կլինի արդեն ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Էդգար Ղազարյանի հետ, իսկ այժմ հարգելի հայրենակիցներ, ձեզ հիշեցնեմ, որ զրուցում էինք ուժեղ Հայաստան դաշինքի ընտրված падգամավոր Էդգար Ղազարյանի հետ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետևեցիք, այսպիսիներ դիտակետը, կհանդիպենք։